Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյան, մեկ ուշագրավ տեղեկություն Մոսկվայից հայտնի է դարձել, որ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, հատկապես այն շեշտադրմամբ, որ լրատվամիջոցները գրում էին, որ սա ընտրություններին ընդառաջ է լինելու եւ այդ պաշտոնյան պետք է ավելի ուժեղացնի, այսպես ասած, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։ Գիտես, իրոք Ռուսաստանը շատ մտահոգված է, որ կորցնում է Հայաստանը։ Ու Ռուսաստանը մտածում է, իրոք իրանք հավատում են, որ կորցնում են Հայաստանը, քանի որ գործող օրինակ իշխանությունը գնում են դեպի Եվրոպա կամ մեր ժողովրդին մոլորացնում են, խաբում են, անկեղծ պետք չի մտածել, որ խորը հասկանում են ինչի մասին է գործը։ Մինչդեռ մեր ժողովուրդը գնում է դեպի ժողովրդավարություն, դեպի համագործակցություն արևմուտքի հետ, եւ քանի որ իրոք մենք ժողովուրդ ենք, որը ազատությունները գնահատում է, բայց ոչ միայն դրա պատճառով, նաև նրա պատճառով, որ Ռուսաստանը չի կատարել իր պարտականությունները։ Համապատասխան պայմանագրի ռերի համաձայն, դու գիտես, այդ ստրատեգիկ պայմանագրերը Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստանը պարտավոր էր Հայաստանին պաշտպանել, չպաշտպանեց։ Ավելին ասեմ, Ռուսաստանի խաղաղապահները, որոնք կային Լեռնային Ղարաբաղում, դու հիշում ես, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեն կատարել իրանք ֆունկցիա։ Պուտինը հանձնեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին։ Կարծես թե տարական բաներ են ասում, ամբողջ հայ ժողովուրդը գիտի, բայց Ռուսաստանում մի կողմից իրանց դնում են շլանգի տեղ, չհասկացողի տեղ, մյուս կողմից իրոք այնտեղ կա մոլորություն, որ ստեղ ինչ-որ պրոցեսներ են, ինչ-որ պատական, ինչ-որ պրոցեսներ են, շեղում են հայ ժողովրդին, հիմա կփոխենք այն մարդուն, որը պետք է զբաղվի Հայաստանում, ասենք ավելի ինտելիգենտ մարդ, ավելի գրագետ մարդ կարող է բան փոխվի։ Ուրեմն ես Ռուսաստանին ուզում եմ ասել, ում ուզում եք դրեք համակարգող Հայաստանով, ում ուզում եք դրեք համակարգով Իրաքով, Լիբանանով, չգիտեմ ինչ, բան չի փոխվի։ Կփոխեք ռոտացիով, նորից բան չի փոխվի։ Ռուսաստանը Ադրբեջանի Թուրքիայի հետ է, Հայաստանում դա հասկացան, բայց ստեղ մյուս կարևոր բաղադրիչ կա։ Քանի որ Ռուսաստանը նաև օգտագործում է 5-րդ շարասությունը, կան այդ մարդիկ, նաև մի մասը մեծահարուստների Ռուսաստանում օգտագործում է, իրանք հույսեր են փայփայում, որ կարող են խաբել հայ ժողովրդին, ագենտուրան իրանց օգտագործելով հայկական ազգանուններով կարող են ինչ-որ բան փոխել, բայց ես չեմ կարծում, որ այս ձևի նշանակումներով կամ կոորդինատորներով Հայաստանի հարցերով մի բան կփոխվի։ Պարոն Գրիգորյան, Կիրիենկոն եւ իր ենթակաները, որովհետեւ այդ ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ նշվում էր, որ ունենալու է թիմ Կիրիենկոն եւ գործելու է տեղեկատվական դաշտում նաեւ, իսկ ընտրությունների ժամանակ արդեն իրենց վրա այլ պարտավորություններ է դրում։ Մենք ինչ սպասենք, ինչ գործողություններ տեղի կունենան Հայաստանում, այսինքն իրենք ում եւ ինչ ցուցումներ կտան։ Նարեկ ջան, շատ կարևոր մի բան պետք է հասկանալ, էլի։ Ու լավ, իշխանությունը չի հասկանում, այդ իշխանության խնդիրն է։ Ես այդտեղ խնդրեմ չեմ տեսնում։ Ուրեմն կկորցնեն իշխանությունը, մենք էլ կազատվենք, իրանք էլ ժողովրդից կազատվեն, եթե չեն հասկանում, ինչքան տեսնում են չեն հասկանում, բայց մենք քեզ այդ մարդիկ, ովքեր առօրյա կյանքով ապրում ենք։ Մենք չենք տեսնում ինչ է կատարվում Հայաստանում, որ Ռուսաստանը վաղուց է զբաղվում է Հայաստանով ու լրջագույնը զբաղվում է այս վերջին մի քանի ամիսը։
Մենք չենք տեսնում այդ սադրանքները, այդ ինֆորմացիոն հոսքերը, Գյումրու ընտրությունները շատ հետաքրքիր զարգացումը, այդ ագրեսիվ կեցվածքը նախկինների Էսա այդ կամ ոգևորվեցին Գյումրու ընտրությունների արդյունքներից, որ սկսեց խոսալ Եվրոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեծ ելույթներ, ինչ որ կոնցեպտուալ բաներ, բացի դրանից իրոք մենք տեսնում ենք այդ հիբրիդային պատերազմի տարբեր տարեր։ Սադրանքներ, բարի բունի իմաստով։ Սադրանքները այդ լուրջ մեխանիզմ է։ Ու քանի որ իշխանությունները ես տեսնում եմ, գիտես, պատշաճ վտանգը չեն զգում, առանձին դեպքերում սադրանքները անցնում են, բավական լուրջ ինֆորմացիոն պատերազմը որ գնում է, բավական լուրջ ազդեցություն ունեցավ, շատերը չգիտեն, մի գաղտնիք քեզ բացեմ, որ պարզվեց բավական շատ մեծ թվով այլ երկրի քաղաքացիներ Գյումրիում քվեարկել են իրավունք ունեին։ Դու գիտես, տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ գրանցված մարդիկ օտար երկրացի իրավունք ունեն, բայց բավական մեծ թիվ էր մի երկրի ներկայացուցիչները։ Ուրեմն մեխանիզմները միացնում են։ Գնում է այդ process-ը, բայց միգուցե դու ճիշտ ես քո հարցի մեջ, որ դու ասում ես կարող է ել ավելի ակտիվ զբաղվեն։ Այո, մոտենում են ընտրությունները, ել ավելի կզբաղվեն, բայց իմ կարծիքը նա է, որ իրանք չեն սպասի ընտրություններին, Հայաստանի ապակայունացումը սկսվեց, կստացվի թե ոչ է ուրիշ հարց է, բայց իրենք կփորձեն շատ ու շատ ավելի շուտ այդ ամեն ինչը անել։ Ինչ կանեն, որ ասում եք ավելի շուտ կսկսեն դա անել եւ ընտրություններին չեն սպասի։ Նայ, զուգահեռ, դու տեսնում ես, չէ՞, գրեթե ամեն օր տարբեր պաշտոնյաներ հայտարարություններով հանդես են գալիս ու վախացնում են մեզ։ Հերթական պաշտոնյան 3 հայտարարություն արեց, ինքը հայկական ազգանուն ունի Ռուսաստանի ԱԳՆ-ում։ Այնտեղ կա ԱՊ երկրների վարչություն, ինքը ղեկավար է այդ վարչության, հայկական ազգանուն ունի։ Այս մարդը ելույթ ունեցավ ու ասեց. Եթե Հայաստանը սխալ պայի ԵԱՏՄ-ում, այս սպառնալիքը առաջի անգամ է։ Եթե Հայաստանը սխալ պայի ԵԱՏՄ-ում, մենք կսկսենք միջազգային իրավական քայլեր Հայաստանի դեմ։ Ով չի հասկանում այդ բառերը ինչ է նշանակում, քեզ բացեմ, դա նշանակում է իրանք կդիմեն ՄԱԿ-ի արբիտրաժային դատարան։ Օրինակ, եթե մենք իրաց տեսակին սխալ ենք անում, դուրս են գալիս, պարտավորությունները չեն կատարում ԵԱՏՄ-ի շրջանակներում, իրանք կդիմեն, որ ասենք տուգանք մեր վրա դնեն, ասենք 50 միլիարդ, 5 միլիարդ։ Նույնատիպ քաղաքականությունը մեր դեմ գիտես, վարում է Ադրբեջանը, ինչ որ պահանջներ է ներկայացնում, նաև ֆինանսական։ Միտքս ինչու՞մ է։ Դա է կռիվը նաև մտնում է հիբրիդայինի մեջ։ Երկրորդ հիբրիդայինի կռիվը, եթե դու նկատել ես, բավական լարված վիճակ է ցանկացած նիստում ազգային ժողովի։ Կամ ինչ որ պաշտոնյաների դեմ, ինչ որ քայլեր են անում։ Այս իշխանությունների օրոք դժբախտաբար շատերը էմոցիոնալ են, փորձ չունեն, պատասխանում են, եկաշուխուրա բարձրանում։ Պնդում եմ, դա պատահական չի։ Մյուս օրինակը քեզ բերեմ։ Այդ հիբրիդայինի մեջ շատերը մտածում են հիբրիդային պատերազմ, այդ գիտես ինֆորմացիոն պատերազմը, դեզինֆորմացիա, ոչ, հիբրիդային պատերազմի մեջ օրինակ, գիտես ինչ է մտնում։ Մի օրինակ քեզ ասեմ Իսրայելի դեպքում։ Իսրայելը բռնեց, դա մոտավորապես կես տարի առաջ, մի մարդուն, որը վարում էր ավտոմեքենաներ տարբեր քաղաքներում։ Մտնում են մի քաղաք Իսրայելի, պատժոգեր անում, վարում էր, մեքենան պայթում էր։ Հետո գնում էր մյուս քաղաք, հետո բռնեցին, պարզվեց մեկ հարևան երկրի ագենտ էր, բայց ինքը քաղաքացի էր Իսրայելի։ Վերբով կարեցին, ուղարկեցին։ Հիմա գիտես, նույնիսկ կարող է տարօրինակ քեզ թվա, բայց ես չեմ համարում պատահական, որ ամեն օր ինչ որ բալոն պայթում է ինչ որ մեքենայի, գրեթե ամեն օր։ Այս ոնց է մենք քեզ այդ Հայաստանում ապրում ենք, ասենք մի տարին 3-4 այսդեպի դեպքեր, երբ որ հին մեքենա էր, այդ գազի բալոնը անորակ էր կամ չգիտեմ ինչ պայթում էր, հիմա գրեթե ամեն օր։ Ու ցավը գիտես ինչու՞մ է։ Իրոք մեծ ցավ եմ ապրում,
որ նույնիսկ մտքով չի անցնում ստուգել այդ կոնտեքստով, հասկացար, սադրանքների փոքր մոքր այս ձևի։ Դու գիտես, որ վերջի մոտավորապես 1 տարվա մեջ Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Գերմանիայում արվել են ուսումնասիրություններ հրդեհների հետ կապված։ Ու գրեթե բոլոր դեպքերում պարզվեց, որ դրսի ազդեցություն այդ process-ների կա։ Այդ ոնց է իրանց մոտ կա, մեզ էլ հանգիստ թողնում են ապրել։ Ուրեմն դու հասկացար ինչ եմ ասում։ Ուզում եմ ասել, այդ process-ը գնում է, անլուրջ մոտեցումը, միանշանակ կարող եմ ասել, անլուրջ մոտեցումը այս լարվածությանը, որը հիմա գնում է կառավարության կողմից թանկ է նստելու, եթե խելքի գան սկսեն ուսումնասիրել այդ ինչ է կատարվում, միգուցե մենք տակից դուրս գնանք, բայց այն որ սկսվեց, օրինակ մի երևույթ, որը ես տեսնում եմ, ֆեյկային ակտիվիստներ, ֆեյկային մարդու իրավունքների պաշտպաններ, գիտես, դրա համար պետք չի ինչ-որ, գիտես, մի սուպեր-պուպեր մի վերլուծաբան լինել, մարդուն ում ոչ ոք չի ճանաչում, հիմա բոլոր նախկինների տակ գտնվող լրատվամիջոցները անունը գրում են, ասում են, այս մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանությամբ զբաղվող մարդը տեսակ ինչ ասես։ Արա, կներես էլի, ես էլ ես երկրում ապրում եմ, էլի։ Ամեն օր ի տարբերություն շատերի, ամեն օր 100 էջերով կարդում են նյութեր, փաստեր եւ այլն ուսումնասիրում են։ Չեմ լսել այս ձևի մարդ։ Կամ ինչ-որ ակտիվիստ։ Ես ճիշտ հասկացի։ Այս ֆոնի վրա որ կան նաև օբյեկտիվ խնդիրներ, կան նաև մարդիկ, ովքեր ազնիվ, սկզբունքային, բայց բարձրացան, քանի որ անարդարություն կա, ես դրանց մասին չեմ խոսում։ Բայց առանքում տեսնում են ոնց են ներմուծում համակարգի մեջ, ոնց են օգտագործում այս ազատությունները, ու այդ հարցերը չեն լուծում լրագրողները կամ Ստեփան Գրիգորյանը, փորձագետները։ Համապատասխան մարմիններ կան, որոնք պետք է զբաղվեն, որ մենք քեզ հետ հանգիստ գործենք, հասկանում ես։ Պարոն Գրիգորյանը, շարունակելով այս Ռուսաստանից եկող տեղեկությունները, Ведомостին գրում է, որ այս պահին հանրապետությունում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, ուստի այստեղ ոչ ոք չկա, որ խոսի Ռուսաստանի անունից։ Սա ինչ է նշանակում, որ նրանք Կրեմլը այս գործիչների վրա 26 թվականի ընտրություններին խաղաղ դրույթ չի կատարելու։ Գիտես, Կրեմլի քաղաքականությունը, իրանց այդ սուտ լուրերը շատ գրագետ են տանում։ Միգուցե իրանք դա ասեցին, որ մեր ուշադրությունը շեղեն նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը լուրջ հավակնություններ ունեն։ Միգուցե միտումնավոր է դառնում, բայց ես համաձայն չեմ իրանց ասացի հետ, որ պրոռուսականը մենակ երկրորդ, երրորդ նախագահներ են։ Այսօր լիքը ինչ որ նոր ի հայտ եկած գործիչներ, կիսանոր, հին, բայց նոր խմբեր ստեղծելով, նոր ակտիվիստական խմբեր, նոր կուսակցություններ, ես կասեի այդպես, նախկինների պրոքսիներ, ակտիվ աշխատում են, դու ինչ կներես, էլի, Գյումրին ցույց տվեց, Գյումրիում 5 ֆրակցիաներից 4-ը անցած պրոռուսական են ու չեն թաքցնում, չէ՞, միավորվեցին իշխանության դեմ, այդ իրանց իրավունքն է, բայց կներես ինձ, այն մարդիկ ոչ ոք Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան բարիբունի իմաստով ուղղակիորեն կապ չունեն, չէ՞, ֆորմալ կապ չունեն, բայց դու տեսնում ես իրանց ռետորաբանությունը նույնն է, Ռուսաստան վերադառնանք, ռազմաբազան մեզ ստեղ պետք է, միութենական պետության մեջ մտնենք, ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, լիքը ուժեր ու լիքը փորձագետներ։ Իմիջիայլս գիտես հետաքրքիր մեթոդ Ռուսաստանի հատուկ ծառայությունները օգտագործում են։ Եթե դու նկատել ես, պրոռուսականությունը ավելի ուժեղ է այն փորձագետներին, ովքեր իբր ավարտել են Ամերիկայի համալսարանները, Ֆրանսիայի համալսարանները, կարող ավարտել են, կարող չեն ավարտել, ինչ որ կուրսեր են անցել, գրում են տակը, ասենք
ինչ որ ճոխ համասարանի անունը ու խոսում են։ Մեկը այսօր խոսած ու գիտես այդ թեզերը նույնիսկ Մարիա Զախարովան չի ասում։ Նույնիսկ Մարիա Զախարովան չի համարձակում այդ կամ ստել, էլի։ Օրինակ ոչ մի հետաքրքրություն ստեղ չունի արևմուտքը։ Ծիծաղելի է։ Ստեղ կանգնած են դիտորդները Եվրոմիության ու ասում ոչ մի հետաքրքրություն չունի։ Դուք պատկերացնում ես 27 երկիր, գումարած Կանադան, գումարած Նորվեգիան, ուղարկեցին ստեղ դիտորդական առաքելություն, որ կայունություն լինի, այս իբր պրոֆեսորը, իբր արտասահմանում ավարտածը ասում է հետաքրքրություն չունեն։ Հասկանում ես, նույնիսկ Մարիա Զախարովան այդ սուտը չի ասում։ Ինքը ասում է ունեն հետաքրքրություն, որը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Սրանք էսել չունեն։ Ու մյուսը շատ կարևոր է, գիտես, արևմուտքում բավական լուրջ ուսումնասիրում են ինչ է կատարվում ստեղ։ Ու այսօր կաս ազգանունով հանձնակատար կոմիսար Եվրոմիության կա ընդլայնման։ Ինքը ելույթ ունեցավ ու այդ քո ասածին պատասխան տվեց։ Ինքը ասեց ոնց Հայաստանի զարգացումները դեպի Եվրոմիություն գնալը, օրենք ընդունելը, մենք շատ բարձր ենք գնահատում, հետաքրքրությունը մեծ է, բայց չմոռանաք, որ ֆորմալ Հայաստանը պետք է դիմի, դու գիտես, կան պրոտոկոլային քայլեր, եթե դու ուզում ես անդամ դառնալ, դու պետք է դիմում ներկայացնես ու պարզը ասում եմ մենք կարձագանքենք, ու մյուս ով արձագանքեց էլ ավելի կարևոր։ Դու գիտես, կա EPP-ն, Եվրոպական ժողովրդավարական կուսակցություն։ Դու գիտես դա ինչ է, դա կոալիցիա է, որը ամենամեծ ֆրակցիա ունի Եվրոպարլամենտում, բայց դա կուսակցությունների եվրոպական կոալիցիա է, մեծ կոալիցիա, մեծ մասը կոալիցիայի մեջ մտած իշխանական ուժեր են, կուսակցություններ են իրենց երկրներում։ Օրինակ այդ կոալիցիայի մեջ մտնում է Մակրոնի կուսակցությունը, մտնում է այդ կոալիցիայի մեջ մտնում է նոր կանցլերի Գերմանիայի այդ HDS-ը, հասկացար չէ՞, այդ հզոր կոնգլոմերատ է, այսօր արեցին ֆանտաստիկ պրոհայկական հայտարարություն, ես ապշած եմ, ցեխը կողոցին Ադրբեջանը այդ հասկացանք, բայց այնտեղ հստակ ասված է, որ այս ինչ խոսակցություններ են, որ մենք հետաքրքրված չենք Հայաստանում, հենց հետաքրքրված ենք այդ ռեֆորմները Հայաստանի ողջունում ենք, հենց ամեն ինչ կանենք առաջ տանելու, այդ գիտես որ ուժերն են, բոլոր ուժերը, ովքեր եվրոպական երկրներում իշխող, գրեթե բոլորը իշխող ուժեր են։ Միտքս ինչու է, բայց այդ ստերը տարածում են։ Միտքս նրանում է, որ իրոք ուսումնասիրում է եւ Ռուսաստանը, ես Եվրոպան իրավիճակը ու իրենց մեսեջները ուղարկում են։ Ռուսաստանը փորձում է ապակողմ որոշի, մեզ չպետք է ապակողմ որոշենք։ Ապակողմ որոշել, եթե մենք խափնվենք, կփորձենք էլի տարածքներ։ Քանի որ Ռուսաստանը լի է վճռականություն մեզ քանդել։ Ով դա չի հասկանում, ուրեմն ոչ մի բան չի հասկանում քաղաքականությունից։ Պարոն Գրիգորյան, Արևմուտքը ինչպես կպաշտպանի Հայաստանին Ռուսաստանի այսպես կոչված հարձակումից այդ բանի շրջանակներում, երբ որ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի գլխավորությամբ խումբ է ստեղծվել, իրենք ընտրություններին ընթരാճ գործողություններ են ըստ ռուսական լրատվամիջոցի նախապատրաստում, այստեղ Արևմուտքի աջակցությունը որը կլինի։ Գիտես, ես քեզ ուզում եմ մեկ բան ասել, որ շատ չբարձրացնենք այս պատասխանը։ Նստենք քեզ հետ միասին, գնանք Մոլդովա, ես կկարողանամ կազմակերպել առաջի դեմքերի հետ հանդիպում, ես ու դու։ Առաջի դեմքերի որոնք քեզ կպատասխանեն այդ հարցին։ Մոլդովայում նույնն էր, ստեղծեցին հատուկ խումբ ու Մոլդովայի դեպ սկսեցին արշավ միջև իրենց նախագահական ընտրությունը։ Իրենց նախագահան Մայա Սանդուն եւ թիմը օրենսդրական ակտերով, նաեւ կոնկրետ որոշումներով, շատ կոնկրետ, փակեցին շոր կուսակցությունը, այդպես սկսեցին գործեր քրեական նախկինների նկատմամբ, նախկինների բարի բուն իմաստով, գումարած օլիգարխների, մի մասը հիմա փախած է, մաքրեցին քաղաքական դաշտը, քաղաքական դաշտում հայտնվեցին Նաև հայթում էլի պրորուսական ուժեր կան, բայց նորմալ դաշտ դարձրեցին, կրեց
Մայասանդուն անցկացրեցին եվրոինտեգրացիա գիտես հանրակրվեն հաջող ու հիմա զարգանում է հիմա նոր վտանգներ դու գիտես պարլամենտական ընտրությունները կլինեն այս տարվա սեպտեմբերին Մայասանդուն մեծ աղմուկ բարձրացրեց հիմա ամբողջ Եվրոպան աջակցում են ինչով են աջակցում այդպես անեն որ անօրինական փողեր չմտնեն Մոլդովա այդպես անեն որ կրիմինալը չմտնի Մոլդովա խորհուրդներ են տալիս օրենքներ օգնում են նորմալ գրել որ կրիմինալը ոնց եղավ Գյումրիում ոչ մի պաշտպանության մեխանիզմներ քաղաքական դաշտի մենք չմտցրեցին հիմա էլ բողոքում ենք այս ով է ընտրվել քաղաքապետ այս ոնց է նախկինները հայտնվեցին այդ ամեն ինչը հանգիստ նորմալ օրենքերով լուծվում է եւ երկրորդ ամենակարևորը փակում ես անօրինական փողերի անօրինական կրիմինալի մուտքը Հայաստան միջև ընտրություններ ու ոչ մի վատ բան չի լինի նորմալ կանցկացնես ընտրություններ նորմալ մարդիկ կգնան կքվեարկեն բայց եթե այսպես անտեր թողնես քաղաքական դաշտը ոնց եղավ Գյումրիում պարզ է արդյունքը վատ կլինի ուրեմն դեղատոմսեր ոնց են պաշտպանում կան բացի դրանից պարզ է պետք է կիբեր անվտանգությունը դժողացնես քանի որ Ռուսաստանը ակտիվ օգտագործում է ռոպագանդիստական մեխանիզմ դու գիտես ակտիվ օգտագործում է հարցակվում է տարբեր YouTube-յան ալիքների տարբեր on-line ռեսուրսների դեմոկրատական այդ քո մաշկի վրա կասկածություն որ զգում ես ես իմ մաշկի վրա զգում եմ երբ որ ամեն ինչ արվում է որ դանդաղեցնել աշխատանքը մեջ հնարավորությունների դրա համար կա պետություն որը պաշտպանում է մի օրինակ քեզ բերեմ ել ավելի կոնկրետ ուրեմն հիմա դու գիտես մայիսին 4-ին ընտրությունները կլինեն բանում Ռումինիայում հիշում ես Ռումինիայի ընտրությունները չեղյալ համարվեցին հիմա նորից անում են ու այն ժամանակ հիշում եք TikTok-ով կարողացան ստեղծել բոտեր այդ fake իբր 10 միլիոն մարդ իբր կողմ են եւ այլ հիմա միջազգային հանրության հետ միասին TikTok-ի հետ միասին նստած համապատասխան հանձնաժողով Ռումինիա ստուգում են որ այդ փողով չստեղծեն այդ վիրտուալ ինչ որ աշխարհ որը չկա որ չազդեն տրամադրությունների վրա կան մեխանիզմներ հետ քեզ կարող է օգնել նույն Եվրոմիությունը նույն Ռումինիան իր փորձից բայց դեր ես չեմ տեսնում լուրջ մոտեցում կառավարության մոտ ու կոչ եմ առում կառավարությանը լրջացեք Եվ պարոն Գրիգորյան ինչպես էր հնարավոր այս տեղեկության արտահոսքը Կրեմլում այդ այսպես ասած կազմվող պլանից որովհետև Ռուսաստանը գիտենք փակ երկիր է Դանիան չի Հայաստան չի գոնե ազատության առումով Ինչպես կարող էր այդ արտահոսքը տեղի ունենալ այդ վերահսկողությունը սա հետաքրքիր է արդյոք իշխանության ցանկությունն էր որ դա հրապարակ նետվի նայ ես քեզ համարում եմ օպտիմիստ դու զուգահեռ անցկացրեցիր Հայաստանի ու Դանիայի շատ շնորհակալ եմ քեզ ես էլ ուզում եմ որ մենք Դանիային նմանվենք գոնե 10 տարուց Ես ամեն դեպքում ասեցի ժողովրդավարության առումով ամենալավը եւ քիչ թե շատ ժողովրդավարության ճանապարհ ընտրած Հայաստանը էլի Այո համաձայն եմ ուղղակի ասեցի շատ լավ է տեսես շատ ուրախ եմ բայց Նարեկ ջան գիտես ինչ ուզում եմ ասել այդ վերջի քո միտքը իմ կարծիքով համապատասխանում է իրականության Ռուսաստանը ուզում էր որ արտահոսք լինի Եթե իրանք ուզենան որ արտահոսք չլինի չի լինի նու գոնե երկար ժամանակ բայց իրանք ուզում էին որ այդ ինֆորմացիան գնա գիտես ինչի դա ազդում է մարդկանց վրա հիմա կան մարդիկ ովքեր գիտես ոնց է վախում են Ռուսաստանից կամ գիտեն որ ազդեցությունը այնուամենայնիվ մեծ է ու երբ որ այս ձերի բաներ ասում են մարդիկ ասում են դե վсё զբաղվեցին մեզանով ուրեմն ամեն ինչ կորցրեցինք այդ հոգեբանական քայլերը էլի կարվեն բայց համաձայն եմ քեզ հետ որ արտահոսքը ուզում էր որ լինի այսօրվա կառավարությունը Ռուսաստանի Ինչու ազդեցություն դա ուժեղացնում է ազդեցությունը մեր հասարակության վրա գիտես ուղակի միջև Գյումրու ընտրությունները
Արի անկես խոսենք, անլուրջ էր խոսել, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ մերձ արդյունք ստանա։ Տակից աշխատեցին, մերոնք դա չֆիքսեցին, տակից աշխատեցին, կրեցին ու տեսար Գյումրին, որ ոնց որ բան լինի, էլի, են բրթող մեխանիզմը, որը բրթեց պրոռուսական տենդենսները Հայաստանում։ Ոնց աշխուժացան նախկինները, ոնց աշխուժացան այդ խմբերը պրոռուսական, որոնք սուսպուս նստած էին, գիտեին, որ ոչ հասարակությունը կարձագանքի ոչ մի բան։ Այդ էֆեկտի վրա աշխատում է Ռուսաստանը։ Ամեն մի այս դեպի արտահոսք ցնցում է մեր հասարակությունը։ Իրոք մարդիկ դրա վրա ուշադրություն դարձնում են ու դրանով իրանք ուզում են կամած տանեն այն ուղղությամբ, որ մարդիկ ասեն դե չես կարող փոխվել Ռուսաստանից, ուրեմն ինչ նշանակություն ունի ով կլինի իշխանություն։ Տեսեք, վերադառնալով եվրոպացի պաշտոնյա Մարտակոսի հայտարարությանը, նա ասում է, որ մենք Հայաստանից չենք ստացել անդամակցության հայտ եւ դեռ չենք քննարկել Հայաստանի ցանկությունը, այսինքն Բրյուսելում ընդհանրապես անդրադարձ չի եղել Հայաստանում տեղ ունեցած այս գործընթացներին, որովհետեւ պաշտոնապես իրենք հայտ չեն ստացել, այսինքն պաշտոնյան նույնիսկ չի ասում հարցազրույցում ինքը համաձայն իրենք կողմ են, կողմ չեն, սա ինչի մասին է խոսում, որ Եվրոպայի համար մեկ է Հայաստանը կլինի Եվրամիության կազմում, թե ոչ։ Նայ, երբ որ մենք Եվրոպան խոսում ենք, պետք է տարանջատենք երկու բաներ, շատ կարևոր։ Քաղաքական էլիտա Եվրոպայի, որը որտեղ է կենտրոնացված Եվրոպարլամենտում, որը որտեղ է կենտրոնացված եվրոպական ժողովրդավարական այդ ժողովրդական կուսակցությունում, հասկացա՞ր, Եվրոպայի քաղաքական ուժերը, պարլամենտներում, իրանք բոլորը յոքուտ մեզ ընդունում են բանաձևեր։ Ահա, ուրեմն քաղաքական մասում Եվրոպայի միանշանակ դռները բաց են Հայաստանի համար։ Բայց երբ որ մենք խոսում ենք ֆորմալ, որ քայլեր արվեն, որ մենք ստանանք օրինակ տեխնացուի կարգավիճակ, այստեղ քեզ պատասխանեց այս կինը Կաս ազգանունով, ինքը կոմիսար է Եվրոպայի, բանագնաց, ինքը ասեց, այս ընդլայնման հարցերով մենք ենք զբաղվում, մենք ողջունում ենք, որ դուք օրենք ընդունեցիք, բայց դա քիչ է, մեզ համար դուք պետք է ի պաշտոնե նամակ ուղարկեք, եթե մերոնք ուղարկեն նամակ, ինքը քեզ կպատասխանի, պատասխանը կլինի շատ հասարակ, սկսում ենք պրոցեսը, սկսում ենք, քանի որ մենք պատրաստ չենք, մենք հասկանում ենք, սկսում ենք, ես մեր կառավարությանը խորհուրդ եմ տալիս այդ նամակ դիմումը ուղարկել, ուրեմն գործադիր մարմինը Եվրոմիության քեզ պատասխանում է, մենք պատրաստ ենք, բայց դուք նամակ չեք ուղարկել, հասկացա՞ր, չէ՞, օրինակ, դու ուզում ես դառնալ, չգիտեմ, ինչ որ հասարակական կազմակերպության անդամ, հասարակական, տեսար կուսակցության մասին չեմ ասում, շատ լավ, ես քեզ հարգում եմ, բայց ուղարկի նամակ, որ դու ուզում ես դառնալ, որ ես իմանամ, բարձր ուրախ քեզ կընդունեմ, հասարակական կազմակերպության նույնիսկ դեպքում դու ինչ-որ նամակ պետք է լինի, ես ուզում եմ դառնալ ձեր կազմակերպությունը, օրինակ, օգնում է Արցախահայության, ապրեք դուք, ես իօգուտ ձեզ ուզում եմ նաև օգնություն տալ, մտնում ես կազմակերպություն, շատ հասարակ բան է, ուրեմն Եվրոմիությունը շատ լուրջ կառույց է, բարդ, սկզբունքների վրա հիմնված, բայց բացի դրանից մեծ տնտեսական մեխանիզմ է, բյուրոկրատական, ուրեմն այնտեղ պետք է դիմում գրես։ Այդ իմաստով, այո, մենք չենք գրել, դրա համար իրանք պատրաստ չեն մեզ ասել, բայց ասում են, որ ողջունում ենք, որ դուք օրենքում, այս նույն կինը, եթե դու տեքստը երկրորդ մասը կարդացի, առաջին մասում գրված է, մենք ողջունում ենք, որ դուք օրենք ընդունեցիք։ Հիմա գործը մեր կառավարության մեջ է, քանի որ մեր կառավարությունը ամեն օր ասում է բալանսավորված քաղաքականություն, իրանք էլ չեն հասկանում, ուզում ենք մտնել թե ոչ։ Իմ կոչը կառավարության, ինչքան կարելի է շուտ գրել նամակ, որ մենք ուզում ենք դառնալ անդամ։ Պարզը այդ երկար ճանապարհ է, ժողովրդին պետք չի խաբել, այդ շատ վտանգավոր է։ Նույնիսկ եթե գրենք, նույնիսկ եթե Եվրոմիությունը ասի դռները բաց են, սկսեք աշխատել նորմերին համապատասխան, այդ կտևի
նվազագույնը 10-15 տարի, նվազագույն։ Եվ վերջում պարոն Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատերազմը 44-օրյա պատերազմը հրահարվեց մեր կողմից, սա մեջ բերում եմ անում, այս պատերազմը հրահարվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում Հայաստանի ոչ պատահական անձանցից մեկը, անկախ նրանից, թե նա ինչ ճանապարհներով է նախագահի պաշտոնին հասել, բայց այնուհանդերձ նախագահի, նախկին նախագահի ստատուս ունեցող անձը երկրորդ ուժի գոնե 21 թվականի ընտրություններով երկրորդ ուժի առաջնորդը ասում է մի բան, որը մենք նաև լսում ենք այլ պետությունից, ոչ բարեկամ պետությունից, որ պատերազմը սկսեցին հայերը։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Նու նախ լուրջ քաղաքական սխալ, շատ լուրջ, խոցելի դարձնող այսօրվա Հայաստանը։ Գիտես, մենք էլ փորձագետներս հաճախ քննադատում ենք կառավարությունը, ասում ենք այս սխալ, այս ճիշտ է, այս ուղղեք եւ այլ եւ այլ։ Բայց ես կյանքում ինձ չեմ թույլ տա հարված հասցնել, որը ոչ թե կառավարության դեմ է, այլ պետության դեմ։ Այս խոսքերը ասած դա Նիկոլ Փաշինյանի դեմ չեն։ Փաստորեն մեր պետականության դեմ են։ Ես այդպես եմ անցալու։ Քանի որ եթե դու ասում ես, որ մենք սկսեցինք պատերազմը, ինչ ասեմ քեզ այդպես չէր, ու Ալիևը հոգնեց ասել, որ ինքը պատերազմը ուժով, ինքը այդպես ասում, ուժով եւ քաղաքական մեթոդներով, ուժով եւ քաղաքական, հիմա ինքը այդ ուժով կհանի։ Իրան եթե քննադատում են ինչի համար, որ ինքը պատերազմ հրահարեց Ղարաբաղի դեմ։ Դա ցանկացած դեպքում բացասական է, չէ՞։ Հիմա եթե մերոնք ասում են, էտել նախկին նախագահ ասում է, դա տալիս է մեծ շանս, բայց ես չեմ բացառում, որ այդ մեսեջը նաև ուղղված է Ռուսաստանին, որ ես ձեր գիծը տանում են, քանի որ Ռուսաստանն էլ դա է ասում։ Ռուսաստանը նայի հրետորաբանությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի, ոնց որ մի սենյակում գրում են տեքստեր։ Ռուսաստանը ասում է Ուկրաինայում ֆաշիզմ է, Ալիևը ասում է Հայաստանում ֆաշիզմ է։ Ռուսաստանը ասում է զորքերը պետք է կրճատենք, Ուկրաինայում հակառակ դեպքում խաղաղություն չլինի, Ադրբեջանն էլ նույնն է, չէ՞ ասում։ Ուղարկեք հետ զենքերը, որ Ֆրանսիան ուղարկեց։ Ես ցավով պետք է ասեմ, որ այո, մենք խնդրեմ ունենք, բայց գլխավոր խնդրեմը մեր նա է, որ իշխանությունը չի օգտագործում պետական լծակները այս ձևի երևույթները կանխելու։ Պետական լծակներ կան, հասկանում ես։ Հիմա թողնենք այս մարդկանց, նախկին նախագահներին։ Հաճախ լսում եմ, պատգամավոր դուրս է գալիս, ափրցփր խոսում է Ղարաբաղյան շարժման, առաջի պատերազմի մասին, սխալ բաներ է ասում, ոչ մի ինստիտուտ չկա, որ կարգի հրավիրեն։ Ահա, ուրեմն ազատությունները ցավով պետք է ասեմ, որ մենք խառնում ենք անվտանգությունը ազատությունների հետ։ Ազատությունները պետք է լինեն, Հայաստանը պետք է զարգացնի, բայց կան սահման, որը կապված է այդպես կոչված անվտանգային հարցերի հետ։ Այստեղ մենք հանգիստ անցնում, ամեն ինչ խախտում ենք, ու դա է պատճառը, որ Ադրբեջանն ավելի ուժեղանում է։ Այ որ մենք զարմանում ենք, ինչի չպատժեցին Ադրբեջանը, քանի որ Հայաստանից հազար մի բան են լսում։ Իդեպ ասեմ քեզ, մեկ-մեկ այդ ուղղությամբ նաև իշխանությունները առանձին դեպքերում սխալներ են անում։ Օրինակ, մենք ուզում ենք խաղաղություն, ես ողջունում եմ։ Բայց երբ որ մեր իշխանությունը գնում է արտասահման ու չի ասում այդպես հստակ, որ Ադրբեջանը չի ուզում ստորագրել, դա էլ է սխալ, հասկանում ես։ Ուրեմն շատ խնդիրներ ունեն, բայց հիմա անելիք ունի իշխանությունը։ Դե հիմա իշխանությունը գնում է արտասահման եւ հայտարարում է, որ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու հաշվին Արևմուտքի Եվրոպայի հետ լավացնելու խնդիր չենք դնում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Էստոնիայում մի երկիր, որտեղ սարսափած են Ռուսաստանի այն գործողություններից, որը անում է Կիևի հետ եւ կարող է անել նաեւ Տալինում։ Համաձայն եմ քեզ հետ, հիմա պատասխանը իմ որն է։ Նայ Տրամպը հիմա սկսեց քայլեր անել, որոնք զարմանալի են, չէ՞։ Ժողովրդավարական երկիրը չպետք է զերի քայլեր անի։
Բայց ինչ կարելի է Տրամպին, չի կարելի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ մենք փոքր երկիր ենք։ Հասկանում եք, փոքր երկիրը չի կարող ասել, այ ես էլ բան եմ անում, եւ ստեղ եմ եւ այնտեղ եմ։ Քանի որ փոքր երկրի համար շատ անհրաժեշտ է ունենալ վստահելի գործընկերներ, վստահելի դաշնակիցներ։ Եթե դու գնում ես Մոսկվա մայիսի 9-ին, դու վստահելի դաշնակից Եվրոպայում չես ունենա։ Լավ գործընկեր կունենաս, լավ գործընկեր, բայց վստահելի դաշնակից չես ունենա։ Հասկանալի պատճառով դու հիմա ինքդ դա ասեցիր։ Եվրոպայի համար Ռուսաստանը վտանգի լրջագույն, իրանք իրոք վախում են, այդպես չէ, էլի որ մոգոնում են, վախում են, որ վաղը զորքով կմտնեն Բալտյան երկրներ։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանը դա ուզում է անել։ Կկարողանա, այդ ուրիշ բան է։ Ու հասկանում ես, իրանց ասել, որ մենք խաղեր ենք տալիս եւ դա նշանակում է, որ դու ոչ ոքի հետ ես։ Ուրեմն կառավարությանը ուզում եմ ասել, խաղաղության ճանապարհով գնալ, բոլոր երկրների հետ աշխատել, դա ճիշտ ճանապարհ է, բայց այնուամենայնիվ գլխավոր քո տեղը պետք է ֆիքսես ու այն որ չեն ֆիքսում դա վտանգ է հայ ժողովրդի համար։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։